the character of those who are part of his kingdom. Երանելիները միանշանակ այն ինդիկեյթորներն են, այն նշանաբանն են, որ ինձ ու քեզ կարող են ասել, այսօր Սարո դու քայլում ես այդ երկնային թագավորությանը մեջ, թե պակասել ես։ Եվ իհարկե ժամանակի սղության եւ այսօրվա մեր նույթի հետ կապած մենք ընդամենը երանելիներից մեկն ենք ընթերցելու, ընդամենը մեկը, եւ դա հետեւյալն է։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ Ուզում եմ այս համարի հետ կապված մի քանի բացատրություններ տամ, որովհետև հաճախ մենք ապրում ենք այս աշխարհում եւ այս աշխարհի հոսքը հաճախ մեզ ինչ անում բռնում եւ գցում այդ հոսքի մեջ, բայց Աստծո խոսքի ճշմարտությունը, ինչպես ձգնորսները ինչ են անում, մեզ դուրս են հանում եւ մեզ տալիս են Աստծո խոսքի ճշմարտությունը, որ դառնանք եւ մնանք նրա ճանապարհի մեջ։ Հաճախ մենք ողորմած լինելը եւ բարեգործ լինելը, բարերար լինելը շփոթում ենք միմյանց հետ։ Այսօր աշխարհում լեցուն բարերարներ կան եւ նրանք իրենց բարեգործությունները անում են ըստ իրենց գաղափարի, իրենց փիլիսոփայության, իրենց մտքի։ Նման օրինակներ 1001 հատ կարող են բերել, բայց իհարկե ժամանակի պատճառով ընդամենը մեկ օրինակ բերեմ, որպեսզի քեզ համար պատկերացում ունենաս տարբերությունը ողորմած լինելու եւ բարերար լինելու։ Օրինակս պետք է վստահ եմ այստեղ 90% գիտենք այդ մարդուն։ Խոսքս Ջեֆ Բեզոսի մասին է, Amazon-ի տնօրենը։ 90-ական թվականներում նրանք շատ համես պայմաններում ինքը եւ կինը եւ իր ընտանիքը սկսեցին ինչ անեն, երկրորդ ձեռք գիրք էին վաճառում։ Պլատֆորմ ստեղծեց, դու ուներ երկրորդ ձեռք գիրք, օգտագործել ես, պետք չի, իր այդպիսի մի հատ on-line միջոց ստեղծեց, որ վաճառում են։ Աճեց, զարգացավ, հիմա այսօր աշխարհի առաջի, հետո հաջորդ օրի երկրորդ, հետո երրորդ, մի խոսքով աշխարհի մեծ հարուստներից մեկն է։ Սրանից 5-6 տարի առաջ իր առաջի կնոջ Մաքենզի Սկաթից բաժանվեց։ Ամուսնու արդյունքը նա եղավ, որ այս Մաքենզի Սկաթին հասավ 38 բիլիոն, միլիոն չէ, 38 բիլիոն։ 38 բիլիոն հարստություն։ Նա վերջի 6 տարվա մեջ ծախսել է արդեն 19 բիլիոնը։ Նա տասնյակ հազարավոր non-profit, այսինքն ոչ եկամտաբեր կազմակերպություններին օգնել է։ Նա բարերար է, բարեգործ է, բայց մի հատ ցավալի եւ տխուր իրականություն։ Բացարձակապես ես միտում չունեմ, որ ինչ որ ձևով ես այս մարդուն, այս Մաքենզի Սկաթին նսեմացնեմ, բայց ճշմարտությունը մնում է ճշմարտություն։ Նա իր 19 բիլիոնից երևի 100 միլիոնը չէ, իսկի 10 միլիոնը չի հատկացրել քրիստոնեության, ինչ որ քրիստոնեական եկեղեցիների, ինչ որ քրիստոնեական դպրոցների։ Նրա մեծամասն օգնությունը ընդամենը մատուն 19 բիլիոնը հեշտ չի թվարկել, թե որտեղ է օգնություններ եղել, բայց ընդամենը օգնություններից մեկը, որը մեծ քանակությամբ օգնություն եղել, նման մի կազմակերպություն կա, որ հատուկ ծառայություն են անում, մենք ստեղ հայերս ասում ենք սևամորթ, չենք նսեմացնել առումով չենք ասում, African American, սևամորթ, որտեղ նրա գաղափարախոսության մեջ հետևյալն է, Սկաթ Մաքենզին մտածում է, եթե առատ գումար հատկացվի սևամորթ աշխարհին, այս երկրում սևամորթ հասարակությանը, նրանց երեխաների դաստիարակությանը եւ կրթությանը, բավականին կպակասի սպանությունները, գողությունները, ավազակությունները։ Մարդկային տեսանկյունով որ նայում ես շատ գեղեցիկ վերլուծություն է, բայց այսօր ուզում եմ մեկ բան ասեմ, Կոնգրեսը նայեք, Սենատը նայեք, այս երկիրը նայեք ու բազում սևամորթ քաղաքական գործիչներին նայեք։ Նրանք բոլորն էլ կրթված եւ համալսարանների ավարտած են։ Եվ ինչ է նրանց խոսքի արդյունքը։ Թշնամություն եւ բաժանում։ Այնպես որ միայն կրթությունը չէ, սիրտը դա որ պետք է փոխվի։ Եվ այս բոլորը ինչ է ասում։ Դու կարող ես աշխարհի ամենաաղքատ մարդը լինես, առավել եւս համեմատելով Ջեֆ Բեզոսին կամ Մաքենզի Սկաթին, աշխարհի ամենաաղքատ մարդը լինես, բայց Աստված քեզ երկնքից նայի որպես ողորմած մարդ, որովհետև այդ ողորմած մարդու համար ինչ կա շարունակությունը, ասում է, որովհետև նրանք ինչ կգտնեն,
Ողորմություն որտեղ, ոչ միայն իրանց ապրած 60-100 տարվա տարիների մեջ, այլ առատ ողորմություն որտեղ, երկնքում, որտեղ մենք գիտենք, որ Քրիստոսի ողորմությունով է, որ մենք ժառանգելու ենք երկնքի թագավորությունը, եւ դա դրանից թանկ բան մարդկության համար չկա ու չի կարող լինել։ Հիմա հասկանում եք, որ կարող ես դու լինես նմանատիպ մեծահարուստ եւ շռայլես քո հարստությունը որպես բարեգործի, բայց նրան ես չեմ կարող կոչել որպես ողորմածի։ Դա հոգևոր տիտղոս է, դա հոգևոր որակ է, դա հոգևոր չափանիշ է։ Ուզում ես 38 բիլիոն դել մեկ օրվա մեջ բաժանիր։ Միայն Հնդկաստան քաղաք երկիրը պատրաստ է, որ մեկ վայրկյանում կլանել այդ 38 բիլիոնը, բայց դա քեզի ողորմած լինելու արժանիքը չի տա, որակավորումը չի տա։ Եվ բնականաբար մեզ հոգևոր աշխարհից, մեզ հոգևորներից, աշխարհը օրինակը բերեցինք, վերադառնանք մեր հոգևոր մտածելակերպի ապրումների վրա։ Հետևյալ վերլուծությունը, որ պետք է ասեմ, բավականին էական ու կարևոր էր։ Երբ որ ես այս մասին կարդում էի, կարող եմ մտածել այս մասին, բայց այսքան կարճ ու հստակ բառերով խոսել, թե ինչ է ասել ողորմած լինելը, ես ոչ մի տեղ չէի հանդիպել, ուզում եմ բաժնեկցել։ We can demonstrate mercy toward them. Հա, ինչպես կարող եմ ես ողորմած լինել բոլոր նրանց նկատմամբ, որոնք անցնում են կերպ նեղությունով, դա հոգեկան է, դա մարմնական է, դա նյութական է, ընտանեկան է։ Երբ որ նրանք անցնում են նեղություններով, դու նայելով նրանց կարգավիճակին, ուզում ես ինչ անել, իրենց նկատմամբ ողորմած լինել, բայց գաղափարը ուշադիր լինել։ Ինչպես կարող է եղբայրս, որ տեսնում է իմ կարիքը, իմ նեղությունը, իմ դժվարությունը, իմ նկատմամբ ողորմած լինել, not talking about them, instead by talking to God for them։ Պատկերացնում ես նախադրությունը ինչքան հակիրճ ու կարճ է, բացատրենք։ Ողորմածությունը դա չի նշանակում, որ ես նայում եմ, տեսնում եմ, այս քույրը անցնում է նեղությունով ու դժվարությունով։ Հանդիպում եմ Ալբրիգ եղբորը, մյուս քրոջը ու սկսում եմ այդ քրոջ նեղությունների մասին պատմել։ Դա ողորմածություն չի, դա ամբարտավանություն է, դա մեծամտություն է։ Ողորմած լինելը գիտեք ով է, որ մտնում է իր ներքին սենյակը ու այս քրոջ ու այս եղբոր նեղությունը բերում է Աստծո ոտքերի տակ։ Այ դա ողորմած է։ Հասկացաք իմի որակային տարբերությունը, որտեվ շատ հեշտ կարող եմ ես ինքս ինձի խաբել։ Խոսելով եղբորս հետ սրա ու նրա կարիքների մասին, գիտեք այդ կարիքների խոսելու մեջ ինչ եմ ես ուզում ինքս ինձի համոզեմ, որ ես նրանցից ավելի լավն եմ, ավելի օգնված եմ, ավելի հոգևոր եմ, ավելի խելացի եմ, ավելի առաջադեմ եմ։ Նմանատիպ մարդը ուզում է 100 տարվա հոգևոր փորձառություն ունի, չի կարող իր վրա կրել ողորմած լինելը։ Ողորմածները գնում են ու Աստծուն նրա ոտքերի տակ եւ այս օին կարիքների համար աղոթք են բարձրացնում։ Սա ինձ համար, երբ որ ես կարդում էի, ողորմած լինելու կարգավիճակը սկսում է որտեղից, երբ որ իմ ու քո հարաբերության մեջ ես կարիքի մեջ եմ, քո գործերը հաջողակ են։ Դու նեղության մեջ ես, իմ գործերս են հաջողակ։ Հոգևոր կյանքս փայլատակում է, այդպես ընդունված եմ, ճանաչված եմ, դու ասում ես կերպ փոթորիկով, այդ դժվարին, Աստծո խոսքը ասում է, արցունքի հովիտով։ Եթե մեր մեջ, մեր հարաբերության մեջ Աստծո շնորհքը, grace կա, ես երբեք քեզ վերից չեմ նայի, որտեվ ես հաջող եմ ու դու անհաջող։ Երբ որ մեր մեջ շնորհքն է կառուցել մեր եղբայրությունը եւ քույրությունը, instead of judging others harshly, եւ փոխարեն դիմացինին ասել, տեսնում ես ուր ես հայտնվել, մեղքդ, տկարությունդ, պակասություններդ։ Միգուցե քո խոսքերիդ մեջ ճշմարտություն կա, բայց արդյոք այս մարդը այսօր
դրա կարիք ունեն լսելու քեզանից։ Ողորմած լինելը երբեք դիմացինի նույնիսկ իրական մեղքերը երեսով չի տալիս, որտեվ ես էլ եմ մեղավոր։ Եթե այսօր հաջողակ եմ, դա չի բացառվում, որ վաղը կարող է անհաջողությունով անցնեմ, մեղքով անցնեմ, տկարություն թույլ տամ ինձի։ Բոլորս ենթակա ենք մեղքի ու պակասությունների։ Եթե այսօր ես կամ ու մնում եմ, դա նրա շնորհքն է։ Ուստի մոտեցումը մյուս առավել ևս ընկածի ու պակասի հետ թող լինի շնորհքի կառուցվածքի վրա, ոչ թե իմ կարգավիճակի վրա։ Ես հաջող եմ, ուրեմն լավն եմ։ Էդի ուղեղից հանեք։ Դա աշխարհի չափանիշն է։ Մեր չափանիշը Քրիստոս շնորհքով փրկեց։ Ես իմ եղբորս ու քրոջս հետ շնորհքով պետք է հաղորդակցվեմ։ Շնորհքի մասին խոսք եղավ։ Ինչպես է կառուցվում այդ շնորհքը, բառերով է։ Այդպես անընդհատ ինքս ինձի հիշեցնելով շնորհ, 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 շնորհ։ Շփոթեք, այս աշխարհի շնորհքը եւ Քրիստոսի շնորհի մասին։ Ես Քրիստոսի շնորհի մասին եմ խոսում։ Այսպեսի մի դիպուկ համար կա, առած 1 John chapter 4 verse 8։ Առաջի Հովանու թղթերի 4-րդ գլխի 8-րդ համարում ասում է. ով չի սիրում, ընդհանուր ասում, ով չի սիրում, շնորհքի մեջ սեր կա։ Եթե դու դիմացինին սիրում ես, ոչ միայն նրա մեղքերը ու նրա պակասությունները երեսով չես տա, այլ նրա հետ կնստես ու նրան նման կլինես, նրան հավասար, թեկուզ հաջող ես։ Գիտեք, ես հաճախ նման առիթներով մի պահ թռուցիկ հիշեցնում եմ Հոբը ու նրա ընկերները։ Երբ որ եկան ասում են 7 օր նրա կողքին նստեցին ու ոչ մի բան չխոսեցին։ Մենք հաճախ մտածում ենք խոսքը արժեքավոր է, ո խոսքից շատ առավել մի բան կա, դա կոչվում է աղոթք։ Նրանք 7 օր նրա կողքին նստած աղոթք էին բարձրացնում։ Բայց ընկան սատանայի ծողակի մեջ ու սկսեցին ինչ անել, սկսեցին Հոբին քարկոծել ու դատապարտել։ Եվ որ դիմացինին ընկած ես տեսնում, դու չգիտես, դու միայն արտաքինը գիտես, երկու բարձ տեղից ընդեղից գիտես, դու չգիտես արմատները, այդ արմատների իմացողին վստահիր, որ Աստված է։ Եվ մոտեցումը թող հոգևոր լինի, աստվածային լինի, թող սիրով լինի, ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում։ Ինչի, որովհետև Աստված սեր է։ Եթե մեր սկզբունքների մեջ սա չեղավ, ինչ անեմ, թողնեմ հեռանամ Աստծոց, հավատքից, քույր ու եղբայրներից, ոչ, մենք զիջելու, պարտվելու, թողնելու ու հեռանալու իրավունք չունենք։ Մենք այդ կորուստից, այդ պարտված անհույս աշխարհից եկել ենք լույսի աշխարհ։ Դու ես լույսի աշխարհի մեջ կպակասես էլ, կտկարանաս էլ, կընկնես էլ, սերդ էլ կպակասի, բայց հավատալով, հարատևելով, աղոթելով, սպասելով, Աստծո շնորհքի մեջ ամեն բան կշնորհվի մեզի։ Եվ դրա մեծագույններից մեկը Հովհաննես առաքյալ ասում է. ով չես սիրում, Աստծուն չի ճանաչում։ Ոնց թե ամեն օր իմ շրթունքների վրա Աստված է, ամեն օր ողջ առաքելական եկեղեցու բառապաշարի 50%-ը Աստված բառն է։ Բայց այդ օր իմ մեջ, քո մեջ, առաքելական եկեղեցու մեջ, բողոքական եկեղեցու մեջ, Պենտեկոստի սերն է, որ խոսում է Աստծո իրականության, ներկայության, ճշմարտության մասին։ Աստված կա ու կլինի հավիտյանս հավիտենից։ Ես կամ թե չկամ, դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Բայց քանի դեռ կամ, որպեսզի այդ աստվածապաշտությունը իմ մեջ հաստատվի, մի հստակ պայման կա։ Իմ մեջ սեր կա։ Եթե իմ մեջ սերը պակասել է, ուրեմն իմ մեջ ինչն է պակասել։ Աստծո ներկայությունը պակասել։ Ուրիշ մի ընկի սարուցոր, վարդապետություններ մի քննարկիր սարո, մի փորձիր ինքդ քեզ համար համոզես բառեր գտնես։ Սերդ պակասել է, Աստծո հոգին է պակասել քո մեջ։
Հայրեն լեզին իր ամբողջ հարստությունով եւ ճոխությունով սիրո համար նույն բառն է օգտագործում։ Բայց Աստված նպատակ ուներ, որ նոր կտակարանը գրվեց ինչ հունարեն լեզվով։ Հունարեն լեզվի մեջ սիրո տարբեր բառեր են օգտագործում։ Եվ երբ խոսում է աստվածային սիրո մասին, յուրահատուկ բառ կա, որ կարծում եմ բոլորդ էլ մեծամասն ագափե։ Եվ խոսքը ագափեի մասին է, այսինքն աստվածային սիրո մասին է, որ Աստված եկավ, որ ինձ ու քեզ եւս այդ ագափե սերը ճաշակել տա։ Շատ ավելի խորուն կա, քան թե աշխարհի սերը։ Այսօր մենք աշխարհում շատ հաճախ լսում ենք. Քեզ ղուրբան եմ, մատաղ քեզ, առանց հասկանալու մեր խոսքի խորությունը եւ լայնությունը։ Օգտագործում ենք անհասկանալի ձևով։ Սիրո մեջ բառեր չկա, սիրո մեջ կյանք կա։ Եվ այսօր մարդիկ խոսում են սիրո մասին, լեցում բառեր, երաշխություններ, ներկայացումներ, իրավիճակներ, հետո մի ամիս հետո լսում ես, որ հեռու մեր տնից, ծեր տնից, լսում ես դարձել են վերջի ողերիմ թշնամիներ իրար նկատմամբ։ Բա ուր գնաց այդ սերը։ Այդ սերը աստվածային սեր չէր։ Աստվածային սերը, երբ որ դու ճաշակում ես, կարող է պակասում է, ընկնում է, բայց մնում է, որպեսզի ինձ ու քեզ տկարից նորեն ինչ անի, ոտքի երկացնի, որպեսզի նորեն նորոգի մեր մեջ ինչը աստվածային սերը։ Մեկ ուրիշ շատ էական ու կարևոր միտք եմ ուզում քեզ հետ հաղորդակցեմ։ Սրանք իմ մտքեր չեն տարբեր Աստծոց օրհնված։ Այս միտքը արված է Ալեն Քոհեն։ Ալեն Քոհենը 30-ից ավել գրքերի հեղինակ է, բոլորը հոգևոր գրքեր։ Եվ շատ զարմանալի ձևով Աստծոց պարգևած այս մարդը այնպիսի խորուն կա ներթափանցում մարդկային հարաբերությունների մեջ, ու հետո հասկանում ես, որ վահ, դեռ բազում շերտեր կա մեր հարաբերությունների մարդկային, մարդ էության մեջ, մարդը մի ամբողջ տիեզերք է, գիտեք ինչի, որտև այդ մարդու մեջ Աստծո հոգին է պարփակված։ Եվ Ալեն Քոհանը իր գրքերից մեկում շատ հետաքրքիր մի հատ միտք է հաղորդում։ We believe that we are hurt when we don't receive love։ Եվ այսօր աշխարհը եւ մենք համոզված ենք այն խորը համոզմումով, որ ես վիրավորված եմ, որովհետև բավարար սեր չեմ ստացել։ Սեր քո պարտներից, ամուսնուց, կնոջից, քո երեխայից, Աստծոց, ես չգիտեմ, սեր, սիրո պակասը ինձի ցավացրել է, ինձի խեղճացրել, ինձի տկարացրել է։ Բայց Ալեն Քոհանը լրիվ ուրիշ մի գաղտնիք է բացում։ But that is not what hurts us. Դա չէ, որ մեզի վիրավորումը, մեր հոգու աշխարհը այդպես նսեմացնում է։ Our pain comes, մեր նեղությունը, մեր տառապանքը, մեր պակասը գալիս է when we don't give love. Wow. Այսօր ամեն մեկը սկսած ինձանից ինչ ենք սպասում։ Սեր։ Եղբայր ինձի սիրի, քույր ինձի սիրի, մյուս ինձի սիրի, սիրել։ Մենք բոլորս սեր ենք պահանջում, բայց Ալեն Քոհանը լրիվ ուրիշ մեկ բան է բացատրում։ Ասում է, քո երջանկության գաղտնիքը գիտես որն է, երբ որ դու սկսես սիրել ուրիշին։ Եվ դու փնտրում ես, անverջ սեր ես փնտրում ես աշխարհի վրա, դու երբեք չես բավարարվի, գիտես ինչի։ Որովհետև Աստված եւ մեր ստեղծեց, մեր էության մեջ դրեց սերը, մեր էության, մեր այդ մասնիկների, այդ բջիջների, այդ դնթեի մեջ, մեր ամբողջ էության մեջ դրեց սերը։ We are divinely, մենք աստվածային ձևով ենք կառուցվել, որպեսզի սիրենք։ Իսկ մենք ինչ ենք անում։ Մենք անverջ փնտրում ենք այս երկրի վրա սեր մուրալով։ Եվ մեզ համար բացված չի, որ մեր երջանկությունը սկսում է, երբ մենք ենք սկսում սիրել։ Այդտեղ կապերը, կապանքները, այստեղ մարդիկ կան, որ այս խոսքերը ճշգրտորեն հասկանում են, որտեղ մի քիչ քչի շատ ձեզ ճանաչելով, գիտեմ,
մարդիկ կան այսօր, այստեղ, այս եկեղեցում ներկա, որ ճշգրտորեն գիտեն, թե ես ինչ եմ ասում։ Սա տեսությունը, երբ դեռ չի գործնական դարձել քո կյանքիդ մեջ։ Բայց տեսությունը, երբ որ մեր մեջ մնում է առիթ է տալիս մտածելու, ու երբ որ ես օրվա վերջում մտածում եմ, այսօր կինս ինձ չսիրեց, երեխեքս ինձ անպատվեցին, կամ սա կամ նա, վիրավորվում եմ։ Հոգուս մեջ փոթորիկ է բարձրանում։ Բայց այս ճշմարտությունը լրիվ մեկ ուրիշ բան է ինձ ասում։ Ասա մի սպասիր, որ քեզ սիրեն, փորձիր, աղոթիր, աղաչիր, որ Տերը քեզ սովորացնի, որ նախ դու սիրես։ Այսօր աշխարհը գիտեք մարդկության ինչ է սովորացել, երբ որ մարդիկ քեզ սիրեն, դու երջանիկ ես։ Այսօր գիտեք ամեն մեկը տեղից ելնող քնից արտանում է, ասում է ուզում եմ բլոգեր լինեմ։ Ինչի համար։ Որպեսզի ճանաչված լինի։ Ինչի համար։ Որպեսզի այդ սրտիկի նշանները օրը մի 10 միլիոնը ստանա ու նայի ու sense հրճվանք ապրի, հոգու մեջ սնունդ ստանա։ Երբեք չմտածելով սրանք բոլորը զուտ ձևական մարդկային սատանայի կառուցված հորինվածքներն են, որ մեզի պահում է ինչի մեջ, ստրկությանը մեջ։ Այսօր մարդիկ գնում են ամեն ծայրահեղության, ամեն տեսակ այդ պլաստիկ, այդ մազերի, տեսքի, վիճակի խնամված լինելը հրաշալի է, քեզանից անուշ հոտ փչելը հրաշալի է, քո մասին ինքդ հոգ տանելս հրաշալի է, բայց երբեք մի մուրաս սերես երկրից, այս աշխարից, մի խաֆես աշխարի ոգով, որ քեզի ուզում է համոզի, երջանիկ լինելու համար պետք է սիրված լինես։ Մեր Քրիստոս Աստծուն չսիրեցին, առավել ևս ինձ ու քեզ չեն սիրի, եթե ես ու դու մնանք հավատարիմ իրեն։ Ես քեզ չեմ ուզում անհուսությամբ տուն ուղարկեմ, բայց փառք Հիսուս Քրիստոսին, որ Տերը մեզ տվեց մեկս մյուսին, որ մենք կարողանանք մեկս մյուսին Քրիստոսի սիրով սիրենք։ Չփնտրենք այս աշխարհում, չմուրանք սեր այս աշխարհի մեջ։ Մարդիկ չեն սիրում ինձի, մարդիկ իմ նկարները չեն հավանում, ես ստեղ եմ փնտրում, ընդեղ եմ փնտրում, սրան եմ տեքստան, նրան։ Դու պետք չունես, դու Տիրոջը տեքստ արա, Տիրոջը աղոթիրը, եւ Տիրոջից ստացիր այդ սրտիկները ու ամեն բան քո կյանքում ճիշտ ու նորոգված կլինի։ Մի միսիոներ եղբայր Կանադայից, այսօր Կանադան լրիվ այլ տեսք ու վիճակ ունի, հատկապես հոգևոր առումով, այո հոգևորներ կան, եկեղեցիներ կան, բայց ժամանակին, երբ որ Կանադայում եւս արթնություն կար, ինչպես Ամերիկայում արթնություն կար, այնտեղ եւս կառուցվեցին բավականին հոգևոր դպրոցներ, որոնցից մեկը Acadia College-ն է։ Լուիս Մորսը նա պետք է միսիոներական ծառայության մեկներ Հնդկաստան։ Մինչև մեկնումը իր վերջի հանդիպում ունեցավ քոլեջում ուսանողների հետ, հարցազրույց կար։ Եվ մի խումբ աշակերտներ, ուսանողներ այդ քոլեջի, հոգևոր ուսանողներ էին, հարցում հարցրեցին։ Ինչպես գիտեք, սիրելիներս, Հնդկաստանում մենակ ժողովրդի թիվը չէ որ շատ է։ Այսօր գիտեք, չէ՞, մի տարի առաջ, մի քանի ամիս առաջ նրանք Չինաստանին գերազանցեցին։ Աշխարհում ամենաշատ ժողովուրդը իմի Հնդկաստանում է։ Բայց մենակ ժողովրդով իրանք գերազանց չեն, իրանք կրոններով եւ ուսմունքներով են գերազանցում աշխարհից ամենաշատը։ Նրանք հազարավոր եւ 100 հազարավորներ աստվածներ ունեն, ուսմունքներ ունեն, ծեսեր ունեն, փիլիսոփայություն ունեն, մտածմունքներ են, միստիկներ ունեն, մի խոսքով։ Մի հատ շփոթ հոգևոր աշխարհ է Հնդկաստանում։ Եվ բնականաբար ուսանողներին շատ հետաքրքիր հարցադրում հարցեցին Մորիսին, մեր եղբորը։ Լուիս Մորիսին ասեցին. եթե գնաս Հնդկաստան, գնալու ես հանուն Քրիստոսի սիրո քո միսիոներական ծառայություն արելու, բա որ այնտեղ հանդիպես մի նոր հավատքի, մի նոր կրոնի, մի նոր փիլիսոփային, մի նոր գաղափարախոսության ու սիրահարվես դրա վրա։ Եվ Մորիսը պատասխանեց. If I find, եթե ես գտնեմ այդպիսի մի կրոն, մի ուսմունք Հնդկաստանում, որ ավելի գերազանց է ինձ համար, քան թե քրիստոնեությունը, ես ձեզ հավատացնում եմ,
կթոնեմ քրիստոնեությունը, կհարեմ այդ կրոնին ու հավատարիմ կմնամ այդ ճշմարտությանը։ Անցան տարիներ, նա մնաց քրիստոնյա և Քրիստոսի փառքի ու սիրո համար ծառայություն արավ։ Տարիներ հետո վերադարձավ և մի առիթով հանդիպում ունեցավ այդ նույն քալեջում ուսանողների հետ և նա հետևյալը ասաց իր խոսքի մեջ. Went back from Acadia College and said, ես իմ ոչ միայն Հնդկաստանում, այլ շրջելով շատ ու բազում երկրներ ու մարդկանց հետ շփվելով, ծանոթացա բազում կրոնների, ուսմունքների, տեսությունների, գաղափարախոսությունների, փիլիսոփայությունների, բայց վստահեցնում եմ ձեզ, չկա այդպիսի ուսմունք, կրոն, համեմատած քրիստոնեությանը, որ ճանաչում է ով է մարդը և ինչ է մարդու կարիքը։ Եվ իզուր չէր, որ Քրիստոս Աստվածը, տիեզերքի հավիտենականության Աստվածը, ստեղծողը էս տիեզերքի մարմին հագավ ու կրեց ամեն ցավ, տառապանք, հիվանդություն, նեղություն, աղքատություն, դժվարություն, որպեսզի այդ ամբողջ ցավը ու ողբը մարդկության իր հետ խաչին կամի։ Օրեսօր այն երկվարկյանը, որ բերանդ բացում ես, աղոթքի մեջ ասելու քո կարգավիճակի մասին, վստահիր, ճշգրտորեն Քրիստոսը գիտի, թե ինչի մասին ես խոսում։ Ինչի, որտև իր սեփական մաշկի վրա է ճաշակել այդ բոլորը և հաղթել։ Ոչ թե իր համար, այլ ինձ քո համար։ Այդ ցավը, այդ անհուսությունը, այդ մեղքը, այդ ստրկությունը, այդ դժվարությունները Գաղատացիս գրքի 6-րդ գլխի 5-րդ համարում, Galatians chapter 6 verse 5, շատ կարճ համառոտ համար է, որտև ամեն մեկը իր բեռը պետք է կրի։ Եվ այսօր շատ ու հաճախ ես ու դու Աստծո խոսքը կարդալուց, ուսումնասիրելուց, հավատալուց հետո նորեն դառնում ենք ու տրվում ենք ինչի, զգացմունքների։ Եվ սկսում ենք ինչ անել, դիմացինի, հարևանի, այն ծանոթի և անծանոթի ինչը, նեղությունը բեռը ինչ անել, կրել մեր վրա։ Մի արա այդ բանը։ Սրանից 3 շաբաթ առաջ 5 շաբթի օրը, երբ մեկտեղ են գալիս Աստծո խոսքը սերտելու, շատ հետաքրքիր մի գաղափարի մասին խոսեցինք։ Ու երբ ես պատմեցի իմ կյանքի հոգևոր փորձառությունից մի քանի վկայություններ լսեցի այդ մասին։ Երբ քրիստոնյան եւ մարդը տրվելով զգացմունքների, ստեղ ինչ ասում, քո բեռը, քո նեղությունը, քո համար է ու դու պիտի կրես։ Իմ բեռը, իմ նեղությունը, իմ համար է ու ես պիտի կրեմ։ Երեխան դեռ հասուն չէ, նրա դաստիարակությունը, նրա հոգսերը, նրա հիվանդություն, դժվարությունները քոնն է, եւ նա հասակ է առնում, եւ դու հոգևոր կյանքի մեջ նրան հասակ ես տալիս, նրան Աստծո խոսքով սովորեցնում ես, որ ամեն մեկս մեր ավելի ու պակասի համար մենք պատասխանատու ենք։ Երբեք չտրվես զգացմունքների, որտեղ սատանան քեզ ինչ անում, քեզ խաբում է ինչպես Եվային խաբեց։ Դու համարյա թե Աստված ես, ու դու կարող ես այս եղբոր ու այն քրոջ հոգսերն էլ քո վրա վերցնես, ու դու վերցնում ես, ունգնում ես սատանայի ու անօրենի հարձակումների տակ։ Եվ այդ 5 շաբթի օրը, երբ որ խոսում ենք, վկայություն ստացանք, որ նման խոսակցություններ է եղել, նման արտահայտություն, եւ մեր քույրերից, որ այսօր այստեղ ներկա են, իրենց սեփական հոր մասին վկայություն տվեցին։
Ես հիշում եմ վկայություն, որ երբ տրվելով ոչ թե հավատքի, այլ զգացմունքների, հոգևոր մարդ աղոթք արեց. Տեր, ուզում եմ, որ այս քրոջ ու այս եղբոր հիվանդությունները իմ վրա կա, ինքը չի կարողանում կրի։ Եվ թույլ տվեք վկայություն տամ, այդ հիվանդությունը մինչև այսօրվա սորը նրա վրա է։ Մի արեք այդ բանը։ Յուրաքանչյուրի բեռը իրանն է, որ ինքը իր սեփական ձեռքերով ուր տանի Տիրոջ ոտքերի տակ։ Դու, ես չեն կարող, նույնիսկ մեր կողակցի, մեր կնոջ, մեր ամուսու համար Աստծո տերը կատարենք։ Չանես, չես կարող, որտեվ սատանան ուզում է քեզ խապի, որպեսզի թակարդը գցի, ինչպես Եվային թակարդը գցեց, ու Եվայով Ադամը ու ողջ մարդկությունը։ Ու Եդեմի պարտեզը իրաց ծոծրակի տեղ տեսան։ Դուրս հանեց Աստված այն ամբողջ առավելությունը, որ օրհնությունը նրանց շնորհ էր արել։ Ինչի համար, որտեվ մի երկվայրկյան սատանան նրանց զգացմունքների հետ խոսելով նրանց համոզեց, որ դու էլ կարող ես Աստված լինել։ Մի տրվի զգացմունքների, չխաբվես։ Տերը Քրիստոսը մեր ամբողջ բեռերը իր վրա է կրել։ Դու ու ես նման պաշտոն չունենք ու չենք կարող ունենալ։ Մոռացիր, մի տրվիր զգացմունքների։ Նրա ցավի համար դու կարող ես աղոթել, բայց քո վրա չվերցնես։ Ամեն մեկս պատասխանատու ենք մեր ցավերի համար, որպեսզի մենք մեր հավատքով Տիրոջ ոտքերի տակ տանենք, որտեղ այդ ընթացքում է, որ դու ավելի ու ավելի հավատում ու վստահում ու ճաշակում ու մնում ես, որտեղ նրա ոտքերի տակ։ Գիտեք ինչի, որտեղ համոզում ես, որ այս աշխարհի վրա, այս տիեզերքի մեջ ամենաապահով տեղը նրա ոտքերի տակն է։ Նրա ոտքերի տակ։ Այնտեղ կարող ես քո մեղքը, քո հոգսը, քո ցավը, քո նեղությունը սրա ու նրա աղոթների համար բերես, բայց մնա այնտեղ, որտեղ այս աշխարհում ոչ մի ապահով տեղ ու վայր ու վիճակ չկա։ Ամեն ուր կարդում եք, ամեն ուր, թե սատանան, այս վերջի մեր եղբայր Չարլզ Քրքի այս սպանությունը մի հստակ կարգավիճակ բացեց մեզ հոգևոր աշխարհիս համար, որ այսօր ինչքան ու ինչ մեծ քանակության մարդիկ չար ոգով են բռնված։ Ես ցավով եմ ասում, ոչ թե հպարտանալով, ոչ թե մեծամտելով, այլ ցավով եմ ասում, որ ինչքան մարդիկ այսօր իրենց արաքով, իրենց արտահայտություններով, իրենց քայլերով, իրենց խոսքերով բացահայտորեն ասում են, թե չարը ինչպիսի մեծ հաջողություն ունի այս երկրի վրա։ Դա մեզ չի վախեցնում, որտեղ մենք մի ապահով տեղ ունենք, նրա ոտքերի տակ է։ Կրակոս կլինի, հրդեհներ կլինեն, ջրհեղեղներ կլինեն, սպանություններ, մահտարաժամներ, սովեր, նրա ոտքերի տակ ես ու դու ապահով ենք։ Մնա այնտեղ ու վայելի նրան ամեն օր քո ապրած կյանքիդ օրերի մեջ։ Մեր անցյալն է, չփորձես ուրիշին տաս, ոչ էլ ծածկիր, ոչ էլ փախիր, ոչ էլ վախեցիր, սա անցյալն է, որ ունեցել ես, ոմանքս մի քիչ պակաս, ոմանքս մի քիչ միջին, տարբեր է, յուրաքանչյուրս ունեցել ենք այդ անցյալում, նեղություններ, պակասություններ, մեղքեր, while our past may explain us, մեր անցյալը շատ բան է բացատրում մերով լինելու մասին, բայց it cannot excuse us, բայց դու չես կարող քո անցյալը պատճառաբանես քո ներկա կարգավիճակը արդարացնելու համար։ Այսօր մենք մարդիկ ենք տեսնում, որ տրված են հարբեցողության մտածում են, գիտես ինչ անցյալ է ունեցել, that's not excuse, դա արդարացում չէ։ Աստված ամեն մեկիս ամեն օր ժամ ու առիթ ու հնարավորություն է տալիս նրա ոտքերի տակ գնալու, որ մի նոր ստեղծագործություն դառնալու, ձերբազատվելու իմ ու քո կրքերից, պակասություններից ու խեղճություններից։
It cannot excuse us from taking responsibility for our own lives when today. Մենք վաղը չգիտենք, վաղը եթե շնոր կանի, փառավոր լինի նրա անունը եւ մենք ապրենք վաղվա։ Այսօրվա մասին է խոսքը, այսօր որ Տերը մեզ պարգևել է։ Ու երբեք չթողնես, որ քո անցյալը խաբելով քեզ արդարացնի քո ներկա կարգավիճակը։ Եվ մի հատ ուրիշ եւս շատ օրհնյալ եղբոր խոսքերից պետք է մեջբերում անեմ John Piper։ John Piper-ը հետևյալ միթն է արտահայտում, այնքան օրհնյալ է, այնքան խորունկ։ God is most glorified in us when we are most satisfied in him։ Մենք բոլորս էլ ուզում ենք Աստված փառավորվի, ասում ենք փառքեզ Աստված, երգում ենք, աղոթում ենք, փառաբանում ենք մեր աղոթների, մեր խոսքերի, մեր բառապարշարի մեջ մի հատ գեղեցիկ բան, Տերը փառավորվի, Տերը փառավորվի։ Բայց այս մեր օրհնված John Piper եղբայրը մի հետաքրքիր խորունկ միտք գաղափար է բացահայտում մեզ համար։ Ասում է գիտեք, երբ Աստված փառավորվելու, երբ որ դու անձամբ, ես, մենք մեր հոգու խորքում բավարարվենք Աստծոց։ Աստված ինքնստին կփառավորվի, մեր բառերը պետք չի։ Մեր կյանքն արդեն, մեր հնչույնն է։ Ես մի հատ բարձ օրինակ բերեմ, այս եկեղեցում։ Ամեն կիրակի սկսում ենք սովորական օրինակ բերեմ, երգով։ Երկու հոգևոր կողք կողքի ելնում են ու երգում են։ Մեկը երգում է, որովհետև գիտի, որ պիտի երգի։ Մեկը երգում է, որովհետև գիտի, որ չի կարող չի երգի։ Որովհետև իր հոգու մեջ մի անսահման սեր կա այդ Քրիստոս փառավորածին։ Նրա ամեն երգի մի բառը սիրո արտահայտություն է իր փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Բառերը հնչյունները նույնն են, հոգին է տարբեր։ Գիտեք մի վկայություն տամ, երբ որ ես ապաշխարեցի եւ կար ժամանակից հետո մտա գործնության Աստծո ծառայությանը մեջ, երկար տարիներ ինձ համար երգ գաղափարը չէր բացված։ Մի քիչ չոր գլուխ էի, մտածում եմ միայն սուր գիրքը, սերտողությունը, քարոզչությունը, այդպես զրույցները, երգը ինձ համար չէր բացված։ Բայց երբ որ բացվեց, ես հասկացա իմ տարիների կորուստը։ Երգը փառաբանությունը։ Կարծում էի Դավիթի խոսքեր, բայց չէր բացվի ինձ համար։ Չէի հասկանում, որ այդ փառաբանության, այդ երգեցողության մեջ հոգի կա, որ կարողանում ես մեկ այլ կերպ քո սերը պատմելու քո սիրեկանին Հիսուս Քրիստոսին։ Բայց երբ որ բացվեց ինձ համար, ժամանակ առ ժամանակ երկիրակի տուն եմ գնում, հետո հիշում եմ, ամբողջ պաշտամունքի ժամանակ ոնց թե ոտքի վրա երգում էի, բայց երգում էի ինչպես բոլորն էին երգում, հիմի փորձում եմ անվերջ ինքս ինձ հիշեցնել, այս բառերը, որ ես երգում եմ, իմ հոգուս, բառերն են, թես տախտակի վրված բառերն եմ ես ընթերցում, հասկանում եք, մենք միշտ ամեն երկվարկյան առիթ ունենք մեր հոգու աշխարհը վերլուծելու եւ հարցում հարցնելու։ Ես երգում եմ, որպեսզի քրոջս ու եղբորս ապացուցեմ, որ երգում եմ, թե ես երգում եմ, որովհետեւ չեմ կարող չերգեմ, որովհետեւ սիրտս, հոգիս նրան է սիրահարված եւ ես երգ ունեմ այդ սիրո մասին նրան երգելու։ Եվ վերջապես կանք մեր խոսքի ավարտին մոտ Առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխի 14-րդ համարում հետևյալն ասում 1 Thessalonians chapter 5 verse 14 Խնդրում ենք ձեզ եղբայրներ
եւ քույրեր, անկարգներին խրատեցեք, երջոտներին քաջալերեցեք, տկարներին օգնական եղեք, բոլորի հանդեպ համբերատար եղեք։ Սրա մեջ սեր կա, սրա մեջ ողորմածություն կա, սրա մեջ աստվածապաշտություն կա։ Այսօր եթե եղբայրս հանգած, նրան չկոխրջեմ ու անցնեմ, չկասեմ, որ նա պակասա, իսկ ես ավել, այս կյանքի անիվը պտտում է, և մի օր ես ու դու, մենք ևս կանցնենք, կերկեպ դժվարություններով, հոգսերով, նեղություններով, և այդ ընկած եղբայրը, որ ոտքի ելածա, կհիշի, քո ինչը, մեծամիտ ով ոչ, ողորմած լինելը, և նա ևս քո նկատմամբ ողորմած կլինի, սիրով կլինի, համբերատար կլինի, քաջալերող կլինի, հավատարիմ կլինի։ Քեզ կբերեմ այդ փառավորած Հիսուս Քրիստոսի հրաշափառ ձեռքերի մեջ։ Ամեն։